Ալիևն այն համոզմունքն ունի, որ իդեմս Բաքվի Հայաստան առևտրային լավ գործընկերոջ է գտել։ Այս առիթով նա նաև Եվրոպական միությունից է դափնիների արժանացել, Ադրբեջանից Հայաստան շարունակում են մատակարարվել դիզվառելիքի եւ այլ ապրանքատեսակների նոր խմբականակներ։ Մինչդեռ Հայաստանից հետ Բաքու վերադարձող վագոնները դեռևս դատարկ են ճանապարհ ընկնում։ Թեև տարեսկզբին Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր էին փոխանակել, որոնք կարող էին հետաքրքրել միմյանց շուկաներին, ադրբեջանական կողմից մինչև օրս հայկական եւ ոչ մի արտադրանքի պատվեր չի գրանցվել։ Մասնագետների գնահատմամբ ստեղծված իրավիճակը պայմանավորված է ոչ միայն տնտեսական գործոններով, այլ նաև քաղաքական նկատառումներով։ Ադրբեջանի իշխող նախագահ Ալիևը մտածում է, որ հայկական ապրանքներ ներմուծելու պարագայում կարող է երկրի ներսում սուր քննադատության արժանանալ եւ այսպես ասած չակերտավոր հայրենասիրել իրեն ձևացնում, մտածելով, որ դա կդիտվի, որ հայրենասեր նախագահը թույլ չի տալի թշնամու երկրից ապրանքներ ներկրել կամ թշնամի երկրին տնտեսական օգուտ տալ։ Ամիսներ առաջ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարում էր, որ ադրբեջանական կողմը հետաքրքրված է եղել հայկական փայլատիթեղով։ Նրա խոսքով գործարարների միջև բանակցություններ են ընթացել, սակայն գործընթացն ինչ-որ փուլում դադարել էր։ Այսուհանդերձ, մինչև այս պահն իրավիճակը չի փոխվել, չնայած հայ տնտեսվարողները Բաքվից միլիոնավոր դոլարների գնումներ են կատարել, ադրբեջանական պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանից այդ շուկա փաստացի գրեթե ոչինչ չի արտահանվել։ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալներով հայկական ծագմամբ ներմուծման ընդհանուր արժեքը կազմել է ընդամենը $960։ Ընդ որում խոսքը Երևանից ուղիղ առաքման մասին չէ։ Հայաստանի տարածքով Նիդերլանդներից Ադրբեջան վարդեր են ներմուծել։ Կոնկրետ հայտարարել է եւ կոնկրետ հետաքրքրություն է եղել փայլատիթեղի նկատմամբ եւ կոնկրետ կոդի փայլատիթեղի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին եւ մեր արտադրողը տվել է, այսինքն ամենաերկար բանակցությունը, որ գնացել է, այսինքն ցանկերը փոխանակվելուց հետո դա եղել է, որ այսինչ հաստության փայլատիթեղը մեզ հետաքրքրում է։ Էկոնոմիկայի նախարարի նշած ցանկում ներառված են եղել այն ապրանքները, որոնց արտահանման հնարավորությունը Հայաստանը դիտարկել է։ Այդ թվում եղել են փայլատիթեղը, ալյումինը, ֆերոմոլիբդենը, մրգերն ու բանջարեղենը, որոշ տեսակներ ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաև տեքստիլ արտադրանք։ Ինքը պատրաստ է թույլ տա, որ հայ գործարարները գան Ադրբեջանից ինչ-որ ապրանք գնեն եւ Հայաստանում վաճառեն, բայց իրենք շահագրգռված չեն, որ հայկական ապրանքը գնա ադրբեջանական շուկա։ Իսկ հայ գործարարները, որոնք Ադրբեջանի հետ տնտեսապես կապված կլինեն, Բաքվի համար սա ուղիղ հնարավորություն է մտնել Հայաստանի քաղաքական նաև դաշտ, որովհետև այդ գործարարները իրենք լինելու են Ադրբեջանի շահերի լոբինգ իրականացնող եւս մեկ գործիք։ Հայաստանը շարունակում է Ադրբեջանից ապրանքներ ներմուծել եւ ընդունել նաև այն բեռները, որոնք պարզապես տարանցվում են այդ երկրի տարածքով։ Սա ըստ պաշտոնական Երևանի խաղաղության օրակարգի գործնական արդյունքներից մեկն է։ Սակայն փորձագիտական շրջանակում այս գնահատականը միանշանակ չի ընդունվում։ Մասնագետները նշում են, որ փոխադարձության բացակայության պայմաններում, երբ Հայաստանից որևէ ապրանք այդպես էլ չի արտահանվում ադրբեջանական շուկա, դժվար է խոսել իրական առաջընթացի մասին։ Փորձագետ վերլուծաբանները հարցնում են, արդյոք խաղաղության գործընթացը կարող է արդյունավետ լինել, եթե այն գործնականում դրսևորվում է միայն մեկ ուղղությամբ։ Ձկնաբուծարանները սահմանափակումներով պայմանավորված դժվարություններ ունեն։ Կառավարությունն էլ որոշել է Արարատի եւ Արմավիրի մարզերում իշխանի թառափի բուծմամբ ու ձկնկիթի արտադրությամբ զբաղվող 135 ընկերության պետական աջակցություն տրամադրել։ Աջակցությունը տրամադրվելու է միանվագ փոխհատուցման ձևով հետևյալ բանաձևով։ 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ձեռք բերված ձկան կերի 1 ամսվա միջին արժեքի 20%-ի չափով, ընդ որում 1 կիլոգրամի համար հաշվարկել ենք 900 դրամ արժեքը։ Ինչքան է պետք է աջակցել ձկնարդյունաբերությանը։ Այնքան աջակցենք։ Բայց պետք է համոզվենք, որ նույն կետում չենք մնում մենք։ Որովհետև այդ աջակցությունը կոնսերվացիա է, էվտանազիա է, թե այդ աջակցությունը առաջ գնալու ճանապարհ է։ Երկշաբաթի արձակուրդից վերադարձած Փաշինյանը աջակցությունը խրախուսում է, բայց հարցեր ունի։ Ինչու է ձկնաբուծարանների տարեկան հարկային շրջանառությունը կազմում 2.5-ից 3 միլիարդ դրամ։ Ինչի, ես հարցին պետք է պատասխան ստանանք։ Այս ինչ տնտեսության հսկայական ճյուղ է, որ երբեմն ամբողջ կառավարությունը, ամբողջ ազգային ժողովը, բոլորը, ամբողջ մամուլը, բոլորը քննարկում են,
Բայց իր հարկային արժեքը տարեկան 2.5 միլիարդ դրամ է։ Այս հարցերին մենք պետք է առերեսվենք, ընկերներ, կամ ստեղ ահավոր մեծ ստվեր կա։ Մենք այս ստվերի հետևից պետք է գնանք, կամ էլ մենք էլի ասում ենք։ Մենք այսօր ասում ենք աշխարհի ծովերի, օվկիանոսների եւ գետերի ջրային ռեսուրսների կեսին տիրապետող երկիր մենք ձուկ ենք արտահանում։ Ինքը Փաշինյանը վաղուց ձկնաբուծարանների ձկներ չի օգտագործում։ Խնդիրները նկատում ոչ միայն այդ արտադրանքում, այլ առհասարակ Հայաստանում սննդի որակի հետ կապված։ Այսօրվա իրավիճակը կապված ԵԱՏՄ-ի ռուսական շուկայի եւ Ռուսաստանի շուկայի հետ շատերը ճգնաժամ են համարում։ Ես համարում եմ հնարավորություն։ Որովհետեւ ել չեն կարա գան ասեն, գիտեք, լավ էլի 2018 թվից տասնյակ անգամ էլ լավ էլի բան էս արցակուրտները թող անցնեն բան սեպտեմբերին։ Դիվերսիֆիկացիայի թեման շարունակելով Նիկոլ Փաշինյանն արձանագրում է տնտեսական ակտիվությունը Հայաստանում բավականին լավ է։ Վիճակագրական կոմիտեի տվյալներն են այդ մասին վկայում, նախորդ տարվա հունիսի համեմատ աճ կա 7.7%։ Նաև միջազգային ֆինանսական կառույցը Moody's-ն է Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարելավել։ Շատ կարևոր է, որ միջազգային հեղինակավոր վարկանիշային ընկերությունը արդեն իսկ ինքը արձանագրում է, որ Հայաստանի տնտեսության ներուժը ուժեղացել է եւ սա կարևոր արձանագրում է։ Վեդու ջրամբարի կառուցման ընթացիկ վճարման համար կառավարությունը քննարկել է 650 միլիոն դրամ տրամադրելու հարցը։ Այս ջրամբարի շինարարությունն ավարտված է, Փաշինյանը տպավորված է կառուցված աշխատանքից։ Այս ջրամբարը կառուցվել է բոլորովին նոր տեխնոլոգիայով, այդպիսի ամբարտակ Հայաստանի Հանրապետությունում պարզապես գոյություն չունի։ Եվ հիմա ջրալցման աշխատանքները պլանով ըստ էության գնում են։ Բայց գործադիրի ղեկավարը հանձնարարական ունի այս ու կատարված մյուս գործերի մասին փաստաբավերագրական ֆիլմեր նկարել է պետք։ Դրանք Հայաստանի համար կարող են այցեկարգ դառնալ հիմա եւ հետո։ Եվ էլ եմ ասում, պետք չի խնդիրներ դնել, որ ասենք ենթադրենք 3 ժամանոց բաներ պետք է նկարենք, որ վերջում Օսկար ստանա։ Կարճ, պետքա, բայց ժանրն է շատ կարևոր։ Փաստաբավերագրական ֆիլմի ժանրն է։ Հայաստանում ստեղծագործականությունը պետք է խթանել հատկապես երիտասարդության շրջանում։ Այդ կերպ նաև մինիմալի կհասցվեն քրեական ենթամշակույթը։ Հենց դրա համար էլ նախաձեռնվել է Վարչաֆեստ 2026 երիտասարդական երաժշտական մրցույթը, որին կառավարությունն աջակցում է։ Մրցանակային ֆոնդ ունենք, որը կազմում է 10 միլիոն դրամ, գլխավոր մրցանակի առաջին, երկրորդ, երրորդ տեղերի համար նախատեսված եւ բնականաբար արված է ամբողջ նախապատրաստական աշխատանքը, որ เป զի փառատոնը պատշաճ կազմակերպենք։ Եվ սա իսկ կազմով կառավարության վերջին նիստն էր։ Օգոստոսի 2-ին նրանք հրաժարական կտան 9-րդ գումարման ԱԺ-ի ձևավորման առիթով։ Հրաժարականից հետո Հայաստանի նախագահը վարչապետ կնշանակի խորհրդարանական մեծամասնության ներկայացրած տեխնացուին։ Իսկ մինչև այդ արդեն պարզ է, որ հաջորդ կառավարության նիստում չեն լինի ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կոտայքի մարզպետ Հարոն Սահակյանն ու վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Վերջին 3-ը ԱԺ են տեղափոխվում որպես պատգամավոր։ Արաբական Միացյալ Էմիրություններում, Եվրոպական Միությունում եւ Չինաստանում ազատորեն վաճառվող ապրանքները օբյեկտիվորեն չեն կարող չհամապատասխանել ռուսական շուկայի ստանդարտներին։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն է լրագրողներին ասել։ Իսկ արդյոք սահմանափակումները հանելու խնդրանքով Ռուսաստանին դիմելը չի վկայում եվրոպական շուկայի թերի լինելու մասին։ Էկոնոմիկայի նախարարը ընդգծել է, որ խնդիրը այլընտրանքային բացակայությունը չէ, այլ ինտեգրացիոն միավորման հիմնարար կանոնների պահպանումը։ ԵԱՏՄ օրենսդրության համաձայն պետք է բոլոր երկրները պարտավոր են ապահովել ծառայությունների, ապրանքների, աշխատուժի շարք, ցանկ կա, ազատ տեղաշարժը։ Եթե դա չի ապահովում, դա նշանակում է, որ ԵԱՏՄ օրենսդրությունը եւ ԵԱՏՄ-ի ձևավորման սկզբունքները չեն աշխատում։ Մենք ընդհանրապես որպես ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ եւ երկիր, ով մտահոգված է ԵԱՏՄ-ի ճակատագրով, որովհետեւ մենք ուզում ենք, որ ԵԱՏՄ-ն լինի եւ ԵԱՏՄ-ն աշխատի, ԵԱՏՄ-ն գործի։ Այստեղ այս հարցը, երբ որ մենք գնում ենք ու ուզում ենք քննարկենք, առաջին հերթին նշանակում է քննարկել հարց, որի արդյունքում ԵԱՏՄ սկզբունքները կաշխատեն։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը հնարավոր չէր, քանի որ նույնիսկ ինքը Հայաստանը չէր ճանաչում այդ տարածքը։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ցավոք, թե բարեբախտաբար դա իմ հարցը չէ, դա իրենցն է, Երևանինը, չէր ճանաչում ոչ իրենը, ոչ էլ անկախ, ձևակերպել է ռուս պաշտոնյան։ Ամերիկայում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Հադսոն ինստիտուտում քննարկելու Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև զարգացող գործընկերության առանցքային ուղղությունները։ Այս մասին հայտնել են դեսպանությունից։ Հադսոն ինստիտուտի մերձավոր արևելքում խաղաղության եւ անվտանգության կենտրոնի տնօրեն Մայքլ Դորանի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ամերիկա հարաբերությունների ընթացիկ օրակարգին, տարածաշրջանային զարգացումներին եւ գործակցության նոր հնարավորություններին։ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ։ Նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ։ Հայաստանի խոշոր հարկ վճարողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ Ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին պետական բյուջե է վճարել 41 միլիարդ 613 միլիոն 966,000 դրամի հարկ։ Նամբեո հարթակի փորձագետների հանցավորության եւ անվտանգության ցուցանիշների համադրումից հետո հրապարակվել է 2026 թվականի երկրների անվտանգության թարմացված վարկանիշը։ Ուսումնասիրության մեջ ներառվել է 148 երկիր։ 78 անվտանգության ինդեքս ունեցող Հայաստանը վարկանիշային սանդղակում զբաղեցրել է 140-րդ տեղը, ինչը նշանակում է, որ մեր երկիրը հայտնվել է աշխարհի առավել անվտանգ երկրների շարքում։ 68.5 անվտանգության ինդեքսով Ադրբեջանը զբաղեցրել է 115-րդ հորիզոնականը, վարկանիշային ցանկում համապատասխանաբար Իրանը զբաղեցրել է 51-րդ, Թուրքիան 81-րդ, Ռուսաստանը 98-րդ հորիզոնականները։ Հայաստանում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ռուս բլոգեր Նադեժդա Պիրոշկովայի նկատմամբ, որը ռիլի միջոցով վիրավորել է հայերին։ Այս մասին ոդտակի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են քննչական կոմիտեից։ Բլոգերը Instagram-ի իր էջում հուլիսի 14-ին տեսանյութ էր հրապարակել, որտեղ հայերին առնետներ է անվանել եւ վրդովվել է, որ Վարդավառին իրեն ջրել են։ Ամռանը փոշին անձրևին ցեխը այս ճանապարհից անպակաս են, իսկ ճանապարհը տանում է Արայի ամառանոցներ։ Ամեն օր հարյուրավոր բնակիչներ են անցնում այստեղով, տասնյակ տարիներ է, որ ասֆալտ չի եղել։ Կխնդրենք կառավարությանը, որպեսզի նաև այս ճանապարհը հիմնանորոգեն կամ թեկուզ ասֆալտապատեն։ Այս ճանապարհը անցած տարի ահավոր մարդաբոյ փոսերն այնքան շատ են, էլ ասելու չի, եւ միայն այդ փոսերը մասամբ վերացրեց ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը։ Բոլոր մեքենաներն են մեծ դժվարությամբ երթևեկում, իսկ շտապօգնության ու հրշեջ մեքենաները մինչև հասնում են դեպքի վայր հսկայական ժամանակ է անցնում։ Վստահ են մարդիկ, 5 կիլոմետրանոց ճանապարհն ասֆալտելուց հետո անցուդարձն ավելի ինտենսիվ կդառնա։ Երբ են այս ճանապարհը գոնե ասֆալտապատելու, այ ժողովուրդ ջան։ Փրկվեկել ես։ Տեղացիները կառավարության ուշադրությունն են հրավիրում, ուզում են, որ ճանապարհաշինական աշխատանքներն ի վերջո իրենց մոտ էլ հասնեն։ Շարժը ինչքան շատ է, որպեսզի այս ճանապարհը, որը մոտ 5 կիլոմետրանոց ճանապարհ է, հիմնանորոգվի, ասֆալտապատվի, քանի որ ըստ բնակիչների սովետական տարիներից այս կողմ այստեղ ճանապարհները անգամ փոսալցում չի կատարվել։ Անմխիթար վիճակ է նաև Օհանավանից դեպի Հովհանավանք տանող ճանապարհին։ Դեռ մայիսին այսօր լրատվական ու Շամշանքոմը բարձրաձայնել էին խնդրի մասին, քանի որ հաճախ է այն վթարների պատճառ դառնում։ Ճանապարհը չէ։ Ինչքան կլինի դեղից միջև դե երկարությունը։ 500 մետր։ Այդ դրա ասֆալտ անելն ինչ է, մի հատ փռշտան կանեն։ Հրապարակումից հետո աշտարակի քաղաքապետը խոստացել էր 1-2 օրվա ընթացքում հարցը ժամանակավոր կարգավորել, որից հետո տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը ամբողջությամբ կվերանորոգի այն։ Սակայն ամիսներ են անցել, ճանապարհը նույն վիճակում է։ Ոչ մի աշխատանք չի կատարվում։ Ստացվում է աշտարակի քաղաքապետը
իրականությունից կտրված է։ Այն որ աշտարակում լավ գործեր եք անում, դա անընդհատ նշել ենք, անընդհատ վարձաձայնել ենք, բայց այս ճանապարհը ոչ միայն տեղացիների, այլ նաև զբոսաշրջիկների համար դա բալիս ժողովրդյան դարձել է պատուհաս։ Քաղաքացիներն էլ ի վերջո աշխատանքները սկսելու կոչ են անում, գործնական քայլեր են ուզում։ Հակասանիտարական վիճակ է մայրաքաղաքի կենտրոնում նորագյուղ թաղամասի փողոցներից մեկում դիտահոր է խցանվել։ Կեղտաջրերն ամբողջ փողոցն էին ողողել, նաև նկուղներ են լցվում, իսկ ճանապարհը անանցանելի էր դարձել։ Ընդ ոնց է մեթում լավ։ Այս հոտին աճեցված ծիրանը կուտվի բա։ Թափում ենք, չէ՞։ Թափում ենք։ Հիսո։ Ֆուֆ։ Ամեն ամիս է այս վիճակը, ասում են բնակիչները, հավելում, որ խնդիրը տարիների պատմություն ունի։ Հատկապես այս եղանակին հոտն ու պատկերը անտանելի ու անհանգստացնող է։ Բա վիոլաջի չեք ասե։ Ասում եմ գործ չի։ Հիմա այստեղ պիտի լինեք հարգելի պատասխանատուներ, տվյալ դեպքում Երևանի քաղաքապետարան, կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ Վիոլա Ջուր, որ այս հոտը զգաք ու տեսնեք, թե բնակիչները ինչու են զայրացած, ինչու են վրդովված։ Մի քանի օր անընդմեջ Վիոլա Ջուր ընկերությանն են դիմել նաև Երևանի քաղաքապետարան ու կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ։ Այդպես էլ խնդրի իրական հասցեատիրոջը չեն գտնում։ Մեկը մյուսի վրա են գցում։ Հույսերը կտրած քաղաքացիները ՀՑԿՀ նախագահին ու ջրային պետական կոմիտեի ղեկավարին են դիմում համաճարակը կանխելու համար։